30 տարվա էներգետիկ կախվածություն մեկ ստորագրությամբ 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանը կայացրեց մի որոշում, որով ամբողջությամբ հայտնվեց ռուսական գազի ազդեցության տակ։ Վերջին շրջանում Ռուսաստանից գազի սակագնի վերանայման ակնարկների ֆոնին սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոնն ուսումնասիրել է 13 տարի առաջ Հայաստանի կնքած երկու համաձայնագրերն ու դրանց հետևանքները։ Պարզվում է, առաջին համաձայնագրով սահմանվել է գնագոյացումը, որի 65%-ը կախված է Օրենբուրգի մարզում գազի գնի փոփոխությունից, 35%-ը սղաճից։ Իսկ երկրորդով Հայ-Ռուսգազարդում կառավարության վերջին 20% բաժնեմասը վաճառվել է Գազպրոմին, ընկերությանը տալով բացառիկ մենաշնորհներ։ Բացի այդ, պայմաններից մեկն էր, որ մինչև 2043 թվականը Գազպրոմը ստանում է Հայաստանին գազ մատակարարելու իրավունք, այսինքն մենք այլ մատակարարներից իրավունք չունենք գազ ձեռք բերելու։ Բացի այդ, այդ համաձայնագրում կան մի շարք դրույթներ, որ ըստ էության օրինակ այս բանին, եթե Գազպրոմը որոշի իր բաժնեմասերը վաճառի պայմանական թուրքական, ռուսական, ամերիկյան, չինական որևէ ընկերության, մեր իշխանությունները իրավունք չեն ունենա միջամտելու այդ գործարքին, տալ համաձայնություն, այսպես ներքին ընթացակարգերը ստիպված են շրջանցել։ Այս պահի գործող համաձայնագրերով մենք ունենք այդպիսի պարտավորություններ, եւ առհասարակ այդ համաձայնագրին առաջ քաշվող դրույթները իմ խորին համոզմամբ մեր ինքնիշխանության սուվերենիտետին, այսպես ասած, էականորեն հարված հասցնող որոշումներ են։ Գործարքի արդյունքում 2014 թվականի հունվարի 1-ից մինչև այս տարվա մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանն ըստ վերլուծական կենտրոնի ղեկավարի արտոնյալ գնի շնորհիվ 5.8 միլիարդ դոլարի օգուտ է քաղել։ Բայց երբ որ խոսքը գնում է ազգային անվտանգության, էներգետիկ քաղաքականության ոլորտում ճկունությանը եւ այլն, ինքը ըստ էության վտանգում է այն անվտանգության համակարգը, որը պետք է մենք ունենանք, եւ մենք այս օրերին, երբ որ քննարկվում է գազի գնի վերանայումը, ըստ էության մենք կանգնացնենք մի փակուղու առաջ, որ գոնե մեր պայմանագրային պարտավորությունները մեզ ստիպում են ռուսական կողմից բացի այլ մատակարարների հետ բանակցություններ չանել։ Մյուս կողմից եղել են տարիներ, երբ Հայաստանում պայմանագրային գինն ավելի բարձր էր, քան օրինակ Եվրամիությանը մատակարարված ռուսական գազի շուկայական գինը, եւ օրինակ 2020-ին Հայաստանը շուրջ 112 միլիոն դոլարի չափով տուժել է։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանը կարող է 3 այլ երկրներից գազ ներմուծել։ Առաջինը Իրանն է։ Այսօր էլ Հայաստանը Իրանից գազ ներմուծում է, սակայն դա բարտերային գործարքի շրջանակում է, գազ էլեկտրաէներգիայի դիմաց։ Գազամուղի վերազինման շնորհիվ հնարավոր է ապահովել Հայաստանի ներքին սպառման մոտ 85%-ը, բայց այստեղ այլ խնդիր կա։ Իրանը թեև գազի խոշոր արտադրող է, բայց իր երկրում կան կառուցվածքային դեֆիցիտ կոչվածը, որը նշանակում է որոշակի ամիսներին սպառման ծավալները ավելի մեծ են, քան տեղական արտադրությունը կարող է մատակարարել, եւ այս իրավիճակում Հայաստանի հնարավորությունը Իրանից գազ ներմուծելու մնում է ամառային ամիսներին, նաև կուտակման նպատակով։ Ըստ էության ձմեռային ամիսներին էլ հնարավոր որոշակի մատակարարումների մասին խոսել, որտեղ մեր սպառման ծավալները Իրանի սպառման ծավալների մեջ շատ փոքր տոկոս են կազմում։ Մենք նշել ենք, որ Իրանի արտադրությունը կազմում է շուրջ 264 միլիարդ խորանարդ մետր, մեր մոտ, այսպես ասած, սեփական կարիքների համար, ոչ գազային այդ գործարքի շնորհիվ մոտավորապես 2-ից 2.4 միլիարդ խորանարդ մետր, մենք նույնիսկ 1%-ը չենք հասնում Իրանի արտադրության, հետաբար նույնիսկ ինչ որ իրավիճակում հնարավոր է այդ մատակարարումը իրականացնել։ Այս դեպքում եւս կարևոր է գինը։ Հայաստանը չպետք է Ռուսաստանից 100% կախվածությունը փոխի մեկ այլ երկրից կախվածությամբ։ Կարևոր է հավասարակշռելը, նկատում է Ֆանյանը։ Այս համատեքստում երկրորդ երկիրը, որ դիտարկել են, Թուրքմենստանն է։ Մենք նույնիսկ նախկինում ունեցել ենք, որ գազը, ըստ էության Գազպրոմը թուրքմենական գազն է, այսպես ասած, մատակարարել Հայաստանին։ Թուրքմենիան ունի տարբեր, այսպես ասած, գործարքների համաձայնագրեր եւ Ադրբեջանի հետ եւ Թուրքիայի հետ, բայց այդ ծավալները էականորեն նվազել են, այսինքն չեն աշխատել։ Կարծիք կա, որ մասամբ պայմանավորված է Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներով, որ ֆինանսական այդ հոսքերը եւ այլն խնդիր է դարձել։ Իրանն էլ ունի ինքը, այսպես ասած, սվոկ պայմանագիր Ադրբեջանի հետ։ Իրենք մատակարարում են 300-400 միլիոն խորանարդ մետր Նախիջևանին եւ փոխարենը Ադրբեջանի այդ հիմնական հատվածից գազ են ստանում, իրանցի շրջանների համար։
Թուրքմենիայի հետ եւս ըստ էության հնարավոր է իրանք մեծ արտադրության ծավալներ ունեն, բայց այստեղ ամեն ինչ կախված է թե Իրանի շուրջ գործընթացները ինչպես կընթանան, որտեղ ամենաիրատեսական ուղին, որ Թուրքմենստանից մենք այդ սով գործարքի տեսքով գազ կստանանք, այսինքն Թուրքմենիան կմատակարարի Իրանի հյուսիսային շրջաններին, Իրանը այդ գազը, որ պետք է օրթեր իր հյուսիսային շրջանները կտրամադրի մեզ։ Երրորդ ուղին Ադրբեջանն է, նշում է վերլուծական կենտրոնի ղեկավարը։ Ադրբեջանը գործող գազամուղ ունի Վրաստանի տարածքով եւ տեխնիկապես այդ հարցը հնարավոր է արագ լուծել։ Մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ նախկինում մենք ունեցել ենք դեպքեր եւ նույն Գազպրոմը տեխնիկական խնդիրներից ելնելով ադրբեջանական գազն է մատակարարել Հայաստանին իր տարածքում, որտեղ իրանք էլ գազի տարբեր փոխանակման գործարքներ են անում։ Պիտի փորձել բոլոր կողմերի հետ աշխատել, այդ թվում Ռուսաստանի, որպեսզի մեկ երկրից կախված չլինենք, կարծում է տնտեսագետը, բայց դա անելու համար պետք է վերանայվենք ընկված համաձայնագրերը։ Գազի բացառիկ մատակարարման համաձայնագրում նշվում է, որ Հայաստանը պայմանները խախտելու դեպքում պետք է 63 միլիարդ դրամով հետ գնի հայ-ռուս գազարտի 20% բաժնեմասը եւ փոխհատուցի ներդրումների կատարման արդյունքում առաջացած վնասը։ Ես չգիտեմ դրա արժեքը ինչ կկազմի, բայց ըստ էության որոշակի պատուհան այդուհանդերձ բաց է մնացել, որ իրավիճակը կարելի է նաև այդ առումով կարգավորել, բայց դա նաև քաղաքական շատ լուրջ ռեզոնանս կառաջացնի եւ ըստ էության ամենաօպտիմալ տարբերակը մնում է որ քաղաքական բանակցությունների միջոցով, եթե Ռուսաստանը վերանայում է գազի գինը, շատ լավ, այսինքն համաձայնագրով ստանձնած պարտավորությունների վերանայումը տեղի ունենում Ռուսաստանի կողմից իր ստանձնած պարտավորությունների, մենք էլ մյուս համաձայնագրով մեր ստանձնած պարտավորությունները պետք է իրավունք ունենանք վերանայելու։ Վերջին տարիներին Հայաստանին մատակարարվող գազի 1000 խորանարդ մետրի գինը 165-ից 175 դոլար է, կախված դրա կալորիականությունից։ Նիկոլայ Ավետիսյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։